Տևական եւ կայուն խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրել է ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ըստ Փաշինյանի Երևանը վճռական է տրամադրված եւ հանձնառու է խաղաղության օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ չկա եւ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի ինքնիշխան տարածքում, դրա քննարկումը Երևանի համար բացառված է։ Նիկոլ Փաշինյանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հրավերով կմեկնի Բրատիսլավա, հրավերն ընդունելու մասին Փաշինյանը հայտնել է Ֆիցոյի հետ համատեղասուլիսի ժամանակ։ Նա նշել է, չնայած Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը լայն է, սակայն փորձելու են նոր հնարավորություններ բացել։ Համագործակցության ուղղություններից են քաղաքական երկխոսությունը, այդ թվում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ալբանիայում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հանդիպումը բավական կառուցողական է ընթացել, երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նա հավելել է, մոտ ապագայում կարծում ենք հնարավոր կլինի շարունակել քննարկումները ադրբեջանական կողմի հետ։ Գարեգին երկրորդ կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, նա Բեռնում մասնակցելու է եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կողմից կազմակերպված կրոնական ազատություն, հայկական հոգեվոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողովին։ Կաթողիկոսը հավաքի մասնակիցներին նաեւ ուղերձ է հղելու։ Վեդիում 15-ից 17 տարեկան 3 պատանիների միջև ծագած վեճն ու դրան միջամտած մեծահասակների կռիվն ավարտվել է դանակահարությամբ։ Ոստիկանությունը հաղորդում է միջադեպի հետևանքով 1 անձի մահվան մասին։ Մահացածը Վեդիի 44-ամյա բնակիչ Ալիկ Հակոբյանն է, որը դանակահարության հետևանքով ստացած վնասվածքից մահացել է հիվանդանոցում։ Դանակահարողը ձերբակալված է, դեպքի հանգամանքները պարզվում են։ Իրանը չի պատրաստվում դիտարկել ուրանի հարստացման ժամանակավոր դադարեցման հնարավորությունը հանուն Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի կնքման։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Մեկնաբանելով արևմտյան մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն Թեհրանը կարող է 3 տարով դադարեցնել ուրանի հարստացումը Վաշինգտոնի հետ համաձայնագրի կնքման դիմաց, Բաղային նշել է, Իրանը երբեք դրան չի գնա։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ միջուկային բանակցություններում առաջընթաց է գրանցվել, մոտակա 2 օրվա ընթացքում կարող է ինչ-որ լավ բան հայտարարվել։ Ուկրաինայի մայրաքաղաքը երրորդ գիշերն անընդմեջ ռուսական անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել։ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Tkachenko-ն հայտնել է, որ օդային տագնապը տևել է 6 ժամ։ Հարվածներ են եղել նաև Խարկովի ուղղությամբ, հաղորդվում է ավելի քան 10 պայթյունի մասին։ Զապորոժիայի շրջանի Յուրկովկա գյուղում 2 մարդ է վիրավորվել։ Խմիլնիցկիի շրջանում էլ վնասվել են մասնավոր տներու ձեռնարկություններ, նախնական տվյալներով տուժածներ չկան։